Տիկին Պողոսյան, արդեն այս տարվանից համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգը ներդրվել է, ընթացքի մեջ է, գործում է։ Ինչ խնդիրներ եք նկատել մինչ այս պահը։ Ուրեմն խնդիրները բազմազան են, բոլոր այն խնդիրներն են, որոնք որ մինչև մեկնարկելը, այսինքն 2025 թվականի վերջին եռամսյակում ասվում էր, երբ որ օրենքը դրվեց շրջանառության մեջ, մի բանում շփոթվեցի ես ինքս, դա կանխատեսումների մեջ է, ես կարծում եմ, որ խնդիրները գոնե մեկ եռամսյակ հետո դուրս կգան ի հայտ, բայց ցավոք սրտի մեկ ամիս հետո արդեն մենք տեսնում ենք այդ խնդիրները։ Այդ խնդիրները բազմազան են, սկսած հիվանդների պրոբլեմներից, որ չեն սպասարկվում, ավարտած բժիշկների վարձատրության, բժշկական հիմնարկների, առողջապահական ենթակառուցվածքների պատրաստ չլինելուց, կոռուպցիոն ռիսկերի հետ կապված բավականին լուրջ պրոբլեմներ մենք ունենք, այնպես որ բազմազան են, բազմաբովանդակ են, բազմաշերտ են եւ ցավոք սրտի այս շատ կարեւոր ռեֆորմը արդեն գնում է դեպի սխալ ուղղությամբ եւ ցավում եմ, որ նաեւ կլինի Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից մեծ հիասթափություն։ Ֆինանսական տեսանկյունից շատ ֆինանսիստներ պնդում են, որ թեև սրահում ապահովագրություն է, բայց համակարգը այդքան էլ նման չէ հենց ապահովագրությանը, քանի որ նախ ապահովագրություն կոչվածը վերահսկում է ֆինանսական համակարգի պատասխանատուն կենտրոնական բանկը, ինչպես օրինակ ԱՊԱ համակարգը եւ ապահովագրության ընդհանուր ոլորտը, իսկ այս դեպքում ունենք մի հիմնադրամ, որը եւ գործում է եւ ինքնին վերահսկում է։ Այս տեսանկյունից ինչ կասեք, այսինքն արդյոք վերահսկողության մեխանիզմները բավարար են սա ապահովագրություն կոչելու համար։ Ցավոք սրտի բազմիցս ասվել է, որ սա մի հատուկ հարկատեսակ դրվեց, բնակչության վրա, չնայած որ անունը հարկ չեն ասում, բայց սա հարկատեսակ է։ Երկրորդ արձանագրումն այն է, որ մի համակարգ է, որտեղ աղքատները վճարում են հարուստների համար եւ հաջորդը, այո, սա փակ սխեմա է, այսինքն մենք ինչ ունեցանք, մենք ունեցել ենք մի բան, որ փողը տալիս է, հավաքում են իրանք, բաշխում են իրանք, վերահսկում են իրենք, այսինքն առողջապահության նախարարությունը եւ մենք ականատես եղանք, որ հիմնադրամի տնօրեն 2025 թվականի տարվա վերջին նշանակվեց մի մարդ, որը որ հայտնի էր 2016-17 թվականին բավականին լուրջ կոռուպցիոն, այսպես սխեմաներում մեջ մեղադրվանքով, մամուլում դրա մասին բազմազան կան, այսինքն մենք հասկանում ենք, որ այստեղ կոռուպցիոն մի փակ օղակ է, կարող է ձևավորվել եւ Հայաստանի Հանրապետությունում աննախադեպ ամենաշատ բյուջե ունեցող հիմնադրամը ստեղծվեց անհասկանալի վերահսկողական, այսպես ասած, վերահսկողությամբ, որի արդյունքում մենք ունենալու ենք լուրջ խնդիրներ եւ մեր քաղաքացիները չեն իմանալու ինչու վճարեցին եւ ուր գնացին այդ գումարները։ Մոտ 160,000 ապահովագրված անձ ունեինք մենք մինչև այս համակարգի ներդրումը։ Հիմա ստացվել է այնպես, որ այդ անձինք առանց իրենց կամքի, առանց ընտրության հնարավորություն ունենալու ստիպված են օգտվել հենց այս համակարգից եւ վճարել հենց այս համակարգին։ Մարդու իրավունքների տեսանկյունից, ընտրելու իրավունքի տեսանկյունից ինչ որ խնդիր չեք տեսնում այստեղ։ Բավականին խնդրահարույց է, որովհետեւ մեր ուրեմն սոցշահառուներին ասեցին, որ դուք այլևս պետք է լինեք պարտադիր ապահովագրված եւ սոցշահառուների սոցիալական նպաստ գոյություն ուներ 72,000 դրամ, որոնք որ նրանք ծախսում էին տարբեր ուրեմն ծրագրերի վրա, մեկը իր երեխայի վարձն էր մուծում դրանով, մյուսը գնում էր հանգստանում էր, դրանից զրկվեցին մեր աշխատողները, օրինակ քաղծառայողները, իսկ դա բավականին հետաքրքիր մեխանիզմ էր քաղծառայության եւ տարբեր պետական համակարգերում հանրային ծառայողների, համայնքային ծառայողներին մոտիվացնելու համար նրանք տուժվեցին, այսպես ասած, մի քանի ֆրոնտով։ Առաջինը, որ իրենք տուժվեցին ֆինանսապես, երկրորդը, որ իրենց ստիպում են պարտադիրի տակ մտնել եւ հետնել նրանք չգիտեն ինչ ապահովագրություն կստանան։ Իսկ իրենք ժամանակին շատ հետաքրքիր եւ անցնում էին չեկապերը եւ ստանում էին անվճար առողջապահություն, իսկ այս պահին անգամ հանեցին այդ պարտադիր պրոֆիլակտիկ կանխարգելիչ հետազոտությունները չեկապ։
Եվ վերջին հարցը վերաբերվում է փոքր բիզնեսին, մասնավորապես անհատ ձեռներեցներին, Այո. ովքեր ստիպված են, եթե 2.4 միլիոն դրամ գերազանցում է իրեն շրջանառությունը, որը իրականում ամսական մոտ 200,000-ի շրջանառություն է կազմում, այսինքն մեծ թվերի մասին չէ խոսքը, իրենք ստիպված ընդ որում միանվագ, ընդ որում տարվա առաջին 3 ամսվա ընթացքում պետք է վճարեն այդ գումարը ու շատ դեպքերում հատկապես մարզերում գործող անհատ ձեռնարկատերերի համար բարդ է այդ գումարը միանվագ վճարելը հատկապես մյուս հարկերի հետ միասին։ Ինչ է կարծում, սա բիզնեսի նկատմամբ ինչ վերաբերմունքի մասին է խոսում, որքանով է արդար մոտեցումը նրանց նկատմամբ։ Այո, անհատ ձեռներեցների հետ կապված իհարկե մինչև 2.4 միլիոն եւ ավել շրջանառությամբ անհատ ձեռներեցներին տվել են ժամանակ, արգելել են փուլային մուծումը, ամսական մուծումները, այլ միանգամից ասում են դուք պետք է վճարեք այդ ապահովագրյա գումարը։ Իրենք հաշվի չեն առնում, որ այդ 2.4 միլիոն դա հարկերը, տուրքերը, ծախսերը, այդ ամեն ինչը մեջը գումարն է եւ իրականում այդ 2.4 միլիոն շատ փոքր գումար է եւ այս մարդիկ մի կերպ, այսպես ասած, ինչ որ մի բան են ձեռնարկել որպես փոքր բիզնես ունեցող, որպեսզի կարողանան գուցե կոպիտ բառ եմ ասում, գոյատևել։ Եվ այս մարդկանց միանգամից ասում են ձեր տարեկան 2.4 միլիոն-ից հանեք այդ 129,800 դրամը եւ վճարում արեք, որովհետեւ մենք այդպես ենք որոշել, մինչեւ ապրիլ պետք է վճարեք։ Սա շատ ծանր բեռ է լինելու եւ անհատ ձեռներեցների համար եւ անարդարության սկզբունքն է լինելու եւ ամենակարևորը մարդիկ վճարում են չգիտեն ինչի համար։